Ով Տեր, քո զայրույթով ինձ մի հանդիմանիր ու խիստ վրդովմունքիդ մեջ ինձ մի խրատիր, որովհետև քո նետերը մխրճվել են իմ մեջ, քո ձեռքը շատ է ծանրացել ինձ վրա։ Մարմնիս մեջ առողջություն չկա քո բարկության դեմ, ու ոսկորներիս մեջ հանգստություն չկա իմ մեղքի պատճառով։ Քանի որ հանցանքներս գլխիցս վեր բարձրացան, ծանր բեռան պես խիստ ծանր են ինձ համար։ Վերքերս հոտեցին ու նեխեցին իմ հիմարության պատճառով, անհանգիստ եմ, խիստ խոնարհվեցի, ամբողջ օրը ողբալով եմ շրջում, քանի որ երիկամունքս մի նողկալի աղտով լցվեց, ու մարմնիս մեջ առողջություն չկա, թույլ ու փշրված եմ, մռնչացի սրտիս հեծեծանքից։ Տեր, քո առջև է իմ ամբողջ ցանկությունը, ու իմ հեծեծանքը քեզնից չի ծածկվել։ Սիրտս բաբախում է, ուժս լքել է ինձ, աչքերիս լույսն անգամ գնացել է, սիրելիներս ու բարեկամներս իմ խոցի պատճառով հեռու են մնում, ազգականներս էլ հեռու են մնում, ու կյանքս որոնողները որոգայթ են լարում, ու ինձ չարիք կամեցողները կործանելու մասին են խոսում, ու ամբողջ օրը նենգություններ են մտածում, սակայն ես խուլի պես չեմ լսում, ու համրի պես եմ, որ բերանը չի բացում։ Եվ ես այնպիսի մի մարդու նմանվեցի, որ չի լսում, ու կշտամբանք չկա նրա բերանում։ Քանի որ, Տեր, իմ հույսը քո վրա է, դու լսելու ես ինձ, ով իմ Աստված, քանի որ ասացի, լսիր ինձ, որ չծիծաղեն վրաս նրանք, որ ոտքը սահելու պահին իմ դեմ գոռոզանում են, քանի որ ընկնելու պատրաստ եմ, ու իմ ցավը մշտապես իմ առջև է, քանի որ հանցանքս կհայտնեմ ու մեղքիս համար ցավում եմ, բայց իմ թշնամիները ողջ են, նրանք ուժեղ են, ինձ անիրավացիորեն ատողները բազմացել են, նաև բարության փոխարեն վատություն անողները ինձ թշնամություն են անում, քանի որ ես լավության հետևորդ եմ, ինձ մի լքիր, ով Տեր, ով իմ Աստված, մի հեռանա ինձնից, շտապիր ինձ օգնության հասնելու, ով Տեր, իմ փրկություն։